2013 թեմայով բաց դասը ձեզ են ներկայացնում Տավուշի մարզի Կողբի համաժերգրորդ դպրոցի 7-րդ դասարանցիները։ Տրամադրելով անսահման և աննախադեպ հնարավորություններ, համացանցը պարունակում է նաև վտանգներ, հատկապես երեխաների համար։ Համացանցը միմյանց հետ կապակցված համակարգչային ցանցերի ամբողջություն է։ Համակարգչով աշխատելիս պետք է պահպանել տեխնիկայի և անվտանգության կանոնները։ 30 րոպեից ավել անընդհատ չի թույլատրվում աշխատել համակարգչով։ Մոնիտորներից պետք է պահպանել 50 սանտիմետր հեռավորություն և նստել ճիշտ կեցվածքով։ Համակարգչային սենյակը պետք է ապահովել կանոնավոր օդափոխությամբ և աշխատանքից հետո այնքան շորով կոնտրել։ Համացանցից օգտվելու համար օգտագործում ենք հատուկ ծրագրեր, այսպես կոչված բրաուզերներ։ Ներկայումս ավելի հաճախ կիրառվում են Mozilla Firefox, Opera, Google Chrome, Internet Explorer բրաուզերները։ Internet Explorer բրաուզերը հանդիսանում է Windows օպերացիոն համակարգչի բաղադրիչ մասը։ Եթե համացանցում ինֆորմացիա որոնելիս անհրաժեշտ կայքի հասցեն հայտնի չէ, ապա կարելի է դիմել որոնման համակարգերի օգնությանը, առավել հաճախ կիրառվող որոնման համակարգերից է Google-ը։ Համացանցում կան բազմաթիվ վտանգներ, որոնք կարող են վնասել հատկապես երեխաներին։ Համակարգչային վիրուսը ծրագրավորողների կողմից գրված ինքնաբազմացման ունակությամբ օժտված փոքրածավալ ծրագիր է, որը կարող է համակարգչի աշխատանքում տարբեր անցանկալի երևույթներ առաջացնել։ Վիրուսակիր ծրագրերի դեմ կիրառվում են հակավիրուսային ծրագրերը։ Հայտնի հակավիրուսային ծրագրերից են Kaspersky Avast Note 32։ Թեման ձեզ կներկայացնեն 7-րդ դասարանցիները։ Տրամադրելով անսահման և աննախադեպ հնարավորություններ, համացանցը պարունակում է նաև բազմաթիվ վտանգներ, հատկապես երեխաների համար։ Համացանց և համաշխարհային ոստյան հասկացությունները շատ հաճախ նույնացվում են, սակայն դրանք հոմանիշներ չեն։ Համացանցը համակարգչային ցանցերի միմյանց հետ կապակցված համակարգչային ցանցերի ամբողջություն է, որոնք միմյանց հետ կապված են, իսկ համաշխարհային ոստայնը իրենից ներկայացնում է միմյանց հետ կապակցված փոխկապակցված փաստաթղթերի ամբողջություն, որոնք միմյանց հետ կապված են գերհղումներով և ուղիներով։ Աշխարհի բնակչության մոտ 30%-ը 2.1 միլիարդ միացել է համացանցին։ Հայաստանի բնակչության 1.7 միլիոն մարդ միացել է համացանցի 600,000 սոցիալական ցանցերին։ ՄԱԿ-ի տվյալներով համացանցում մոտ 800,000 մանկապիղծ է վխտում, իսկ ինտերնետի թրաֆիկի ոչ մեծ մասը կազմում է ոչ պատշաճ գողանալությունը։ Համացանցի ստեղծման հիմքում ընկած է էլեկտրոնային գրադարանի մշակման գաղափարը, տեղեկատվությունը դրամաչարի դարձնելու և այն հեշտությամբ տարածելու նպատակով։ Համացանցն այսօր գործում է որպես կայական գրադարան։ Ներկայումս համացանցում առկա են 18,000-ից ավելի գրադարաններ։ Անհարկավոր է արտարբերել համացանցում ներկայացված գրադարանները թվային գրադարաններից։ Առցանց գրադարանները կարող են առաջարկել գրքերի վարձույթ։ Այդ գրքերը կարելի է պատվիրել համացանցով։ Թվային գրադարաններն առաջարկում են գրքերի առցանց օգտվելու հնարավորություն։ Համացանցը որպես մուլտիմեդիայի միջավայր առաջարկում է հաղորդակցման տարբեր եղանակներ, ներառյալ աուդիոֆայլեր, տեսանյութեր և թվային նկարների փոխանցման։ Ժամանակակից ծրագրերը հեշտացրել են նման բովանդակության ստեղծմանը և տարածմանը։ Հաղթահարելով լեզվական, մշակութային և ազգային ինչպես նաև ներհանելով ոչ միայն ազգական թեմաները, այլ նաև հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ տարբեր հարցեր։ Աշխարհում մոռացում ունեն հեղինակային իրավունքի վերաբերող տարբեր օրենքներ։ Մյուս ստեղծողը հայտնի իրավունքի իրավատերն է, եթե դա իրավունքից չի հրաժարվում։ Հիմա խաղանք մի խաղ, որը կոչվում է փոստախ։ Մեզ եկել են հաղորդագրություններ, պարզենք, թե դրանցից որոնք են փոստախ։ Նեխելես, փոստախ։ Խաղանք լավ հաղորդագրություն։
չկա։ Լավ հաղորդակցություն։ Արի ամուսնության օրեր։ Լավ հաղորդակցություն։ Անհաջողակ։ Խոստակ։ Օրիգինալ, Ես ատում եմ քեզ, խոստակ։ Բարև։ Լավ հաղորդակցություն։ Կհանդիպենք դասերից հետո։ Լավ հաղորդակցություն։ Ստորապի։ Լավ հաղորդակցություն։ Գնանք մանիկալի, ճիշտ հաղորդակցություն։ Բլոգները որպես երևույթ համացանցում հայտնվել են վերջին ժամանակներս, քանի որ բլոգավարները հրապարակում են ցանցում հոդվածների եւ այլ տեղեկատվություն, այս միտումը ուղղված է եղել նորությունների խմբերի մեծացած տեղեկատվական հոսքը կառավարել։ Բլոգները սովորողներին հնարավորություն են տալիս վերահսկել իրենց ուսման գործընթացը եւ ստեղծել հասարակական ֆորումներ, այսինքն արտահայտել իրենց մտքերը եւ զգացմունքները։ Դպրոցական բլոգները schoolblogs.net պորտալը եւ բլոգերը անվճար ծառայություններ են։ Այնտեղ կան յուրին քայլ առ քայլ տրվող ցուցումներ, որոնց շնորհիվ կարող ենք ստեղծել հասցնել վերնագրել բլոգը եւ ընտրել ձևանշումը։ Սոցիալական ցանցերը առանցած ծառայություններ են, որոնք օգտագործում են առաջարկում են հաղորդակցման տարբեր եղանակներ, հաղորդագրությունների, էլեկտրոնային նամակների, քննարկումների եւ բլոգավորման այլ գործիքների միջոցով։ Սոցիալական ցանցերը կառուցվում են անձնական էջերի, տվյալների կամ որոշ նկարագրի շուրջ, որը պարունակում է որոշ անձնական տվյալներ։ Համացանցը միավորում է նույն բնակավար ներկայացող մարդկանց։ Հանրահայտ համացանցերից են օրինակ Facebook-ը, Web-ն եւ այլն։ Web 2 հասկացությունը ներմուծվել է 2004 թվականին, վերաբերում է երկրորդ սերնդի այն վեբ ծառայություններին, որ սոցիալական ցանցերին, որոնք կարևոր նշանակություն են տալիս առցանց համագործակցությունն օգտվողների միջև տեղեկատվության փոխանակմանը։ Web 2-ի ամենակիրառելի տեխնոլոգիաներից են բլոգներն ու սոցիալական ցանցերը։ Հիմա խաղանք խաղ, որը կոչվում է ձեռքսեղմման 1 րոպե։ 10 վայրկյանի ընթացքում փորձում եք իրար ձեռք սեղմել ու տեսնում եք, թե քանի հոգու ձեռք եք սեղմել։ Մոտեցեք։ Ռապի բորբին Գոհար, քանի հոգու ձեռք սեղմեցի։ 10։ Զգացիր անհարմարություն։ Այո։ Ինչով էր դա պայմանավորված։ Ժամանակի քչությամբ։ Եվ ինչպես կվարվեի համացանցում։ Նույնն է նաև համացանցում, երբ մենք շփվելով հաճախ ավելացնում ենք մեր ջուման ծանոթներին եւ շփվում նրանցից, ինչ գիտենք մենք նրանցից։ Երբ 1983 թվականին միջային հեռախոսները Երևան եկան, շատ քիչ մարդիկ էին դրանք գնում, սակայն միջային հեռախոսների օգտագործումը ողջ աշխարհում դարձավ տարածված երևույթ։ Միջային հեռախոսների տիպական հատկանիշներից են ձայների զանգերը, կարճ հեռախոսությունների եւ անգամ խցիկները, որոնց մի մասին ունեն տեսաձայնագրման հնարավորություն։ Ջայն ծառայություններից օգտվողների մոտ կեսը համացանցին միանում են ջայն հեռախոսից։ Ջայն հեռախոսների օգտագործում շարժական տեխնոլոգիա եւ անձնական համակարգիչներ, որոնք գնալով նմանվում են իրար, գնալով աճում է անդրար կապող համակարգիչների թիվը։ Շարժական տեխնոլոգիա եւ
Շարժական տեխնոլոգիայի, մասնավորապես բջջային հեռախոսների օգնությամբ բջջային իրականացվող ուսուցման գործընթացը կոչվում է Քանի որ բջջային հեռախոսները շատ տարածված են տվյալների շրջանում, ուսուցիչները կարող են կարճ SMS հաղորդակցությունների փոխանակում և այլ գործունեություն դարձնել դասարանական աշխատանքի մի մաս։ Կան որոշ դիտարկություններ երեխաների վաղ տարիքից բջջային հեռախոսների օգտագործումը։ Ճառագայթման ենթարկվելու վտանգը սակայն նվազագույն է, եթե սահմանափակվեն երեխաների բջջային հեռախոսների օգտագործումը։ Անվտանգության ռիսկերից խուսափելու համար միացած մտահոգություն, եթե դուք այն չեք օգտագործում։ Բջջային հեռախոսները կարող են վարակել վիրուսներով, աշխարհում գոյություն ունեն մոտ 200 վիրուսներ։ Հետապնդումը հանդիսանում է այլ հանձնած վնաս պատճառելու նպատակով։ Նրանցն որոշակի ժամանակահատվածում կանոնավոր կերպով իրականացվող դարաբնույթ գործողություններ։ Մեր օրերում կարող է լինել համացանցով կամ բջջային հեռախոսով իրականացվող վիրտուալ հետապնդում։ Այդ թվում հաստատուցիչ կամ չարավետ բովանդակությամբ հաղորդակցություններ, էլեկտրոնային նամակներ, ծայրագույն դեպքում անհատի կամ անհատների որոշակի խմբի վնաս հասցնելու նպատակով ստեղծված կայքեր։ Բոլոր տեսակի առցանց հետապնդումում սովորական ոտնձգությունների հետ համեմատած ունեն մեծ ազդեցություն, քանի որ հեղինակները կարող են անանուն լինել, անկախ հետապնդողը գտնվելու վայրից վիրտուալ աշխարհում նրանք կարող են հետապնդել անընդհատ գիշեր ցույցերը։ Պետք է ունենալ կիբերնապնդումից պաշտպանվելու 3 կանոններ։ Հնարավորության դեպքում ստեղծել վիրավորական բովանդակությամբ նյութի կրկնօրինակ անջատել համապատասխան սարքը, համակարգիչը կամ բջջային հեռախոսը, կատարված միջադեպի մասին հայտնել վստահելի չափանց։ Կան հարցեր։ Որ տարիքից կարող են երեխաների ունենալ անձնական էլեկտրոնային հասցեներ։ Հետզհետե երեխաները համացանց են մտնում ավելի վաղ տարիքից։ Զարգացած երկրներում համացանցից օգտվող երեխաների թիվը աննախադեպ աճում է։ Շատ երեխաներ համացանցը օգտագործում են նաև դպրոցում, վաղ 6 տարեկանից։ Այնուամենայնիվ 10 տարեկանից փոքր երեխաները հիմնականում քննադատական հնարավորություններ չունեն համացանցում մենակ լինելու համար։ Հետևաբար, դուք պետք է մասնակցեք նրանց համակարգչային գործունեությանը։ Եղած նրանց հետ, երբ նրանք համացանցում են, սովորեցեք երեխաներին համացանցում չբացահայտել անձնական տվյալները։ Ինչ պետք է իմանալ համակարգչային վիրուսների մասին։ Համակարգչային վիրուսները կան համակարգչի ձայները, որոնք բարակում են համակարգչի ֆայլերի բազմաթիվ պատկերի տողերը։ Էլեկտրոնային փոստին միացված ֆայլեր ամենատարածված ձևերն են, սակայն վիրուսները կարող են ներդրվել նաև համակարգչի ձևոր ծրագրերի փոխանակման և արտադրական ծրագրերի միջոցով։ Զգուշացրեք երեխաներին, որ չկարելի անծանոթ մարդկանցից ստացված էլեկտրոնային նամակները կամ լսված ֆայլերը բացել։ Չի կարելի EXE անվանումով ֆայլեր ներդրել համակարգիչ։ Երբեք չկարելի առանց ռոմերի դիտության որևէ ֆայլ ներմուծել համակարգիչ։ Դուք կարող եք ձեր համակարգիչը պահպանել ժամանակակից հրապարակ ֆիրմվար և հակավիրուսային ծրագրերի միջոցով։ Որ տարիքից կարելի է համացանց մտնել։ Որ տարիքից կարելի է։ Ավելի ճիշտ կլինի, որ երեխաներն օգտվեն ընտանեկան էլեկտրոնային հասցեներից, քան թե ունենալ իրենց սեփականը։ Երբ նրանք մեծանան և ցանկանան լինել ավելի անկախ, կարող են նրանց տալ անձնական հասցե։ Այն կարող է տեղակայված լինել ընտանեկան փոստարկղում, որպեսզի դուք կարողանաք տեղեկանալ նրանց կասկածելի թվացող հաղորդագրությունների մասին։ Հարցրեք ձեր համացանցային ծառայության մատակարարին, թե ինչ ծառայություններ է ապահովում ընտանեկան էլեկտրոնային հասցեների մասին։ 7-րդ դասարանում արդեն բոլոր երեխաներն ուզում են ունենալ իրենց սեփական համացանցային հասցեն։ Այն կարող է լինել Gmail, Yahoo համակարգերում։ Համոզվեք, որ նրանք ձեռնարկել են բոլոր նախազգուշական միջոցառումները։
պահպանելու համար իրենց էլեկտրոնային հասցեն նոտարների կողմից, ոչ ցանկանեն էլեկտրոնային հաղորդակցություններ ստանալու։ Կան հարցեր։ Ինչի համացանցային կապակցություն։ Համացանցը հրաշալի միջոց է երիտասարդների համար, բայց հատկապես նրանց համար, ովքեր շփման և հաղորդակցման դժվարություններ ունեն։ Այն երեխաները, որոնք լավ տիրապետում են համակարգչին, կարող են փայլել համացանցում և բարձրացնել իրենց ինքնագնահատականը։ Համակարգչին լավ տիրապետող երեխաները կարող են փայլել համացանցում և բարձրացնել իրենց ինքնագնահատականը, քանի որ արտաքին տեսքն ու մարզական կարողությունները կարևոր չեն։ Այնուամենայնիվ, չափից ավելի համակարգչի օգտագործումը կարող է հանգեցնել ինքնամփոփ երեխաների մեկուսացմանը իրենց հասակակիցներից կամ խանգարել ուսումնառությանը։ Մինչ լուրջ խնդիրների հայտ գալը ծնողները և ուսուցիչները սովորաբար տեղյակ չեն լինում այլ խնդիրների մասին։ Մի կողմից համացանցային գործունեությունը դժվար չէ գաղտնի պահել ծնողների ուշադրությունից։ Մյուս կողմից համացանցային կախվածության վտանգը լայնորեն ճանաչում չի ստացել առ այսօր։ Սահմանենք համակարգչի օգտագործման կանոններ և փորձենք համատեղել այն ավելի ակտիվ ֆիզիկական գործունեությամբ։ Մի մոռացեք, որ համացանցին միացված համակարգիչը չպետք է լինի երեխայի սենյակում։ Եվ վերջապես, հետևեք որքան ժամանակ եք ինքներդ օգտագործում համացանցը, արդյոք դուք ժամեր չեք անցկացնում ցանցում, եթե այո, ապա ձեր երեխաները բնականաբար կհետևեն ձեր կողմից։ Հիմա փորձենք ստուգել երեխաների գիտելիքները լրացնելով թեստերը։ Զբաղվեմ մի 10 րոպե գտելից, ես այսպիսի մի հարց եմ տալիս։ Սեղ 13 երեխաները ինչ եք աղնած, ձերքսեղմում էին անում։ Եթե մեկը մյուսի հետ ամեկը միակ ձերքսեղմում անեն, բոլոր ձերքսեղմումների թիվ ինչքան կլինի։ 2 րոպե ձեզ ժամանակ մտածեք ու ճիշտ պատասխան տվեք։ Երեխեք, մեկս մի պատասխանեք, 2 րոպե չեք խոսում։ 2 րոպե մտածեք, հետո ճիշտը պատասխանեք։ Ամեկը միակ ձերքսեղմ, քանի ձերքսեղմում կլինի։ Բոլորի մետայով։ Երեխեք, մտածեք, հետո խոսեք։ 2 րոպե չի դրած։ Ով ճիշտ պատասխանեց չես խալս մեծի հետյան ձերքսեղմ բոլորի հետամեկով պետքա ձերքսեղմ
եք խոսում։ Դե լավ, նորից եք րոպե ձեր Ասենք այդ հարց 56-ը եթե ճիշտ է, այդ հարց ճիշտ է, դե չեք Այո, զգում եմ։ Ես ինքն Ռուսաստանի ապրեց, ոնց է դա։ Մեկ իսկ ասել գուցմերի գումարն այն։ Ես դենց ասել։ Դե լավ, բերեք ես բացատրեմ։ Լսում եք։ Կար երեխա եմ կան կեսինա, մեկը որ ասենք ես մի աշակերտը, մի երեխա, քանիսի հետ է ձեր սեղմում հետո քանի այսպիսի ձեր սեղմում ալիներ 13 չէ 13 աշակերտ է ամեն մեկը 12-ի հետ ձեր սեղմում ալին ճիշտ է ես ծովինարի հետ մյուսի հետո հետը գա ծովինարը ինձ հետ նրա հետ եւ այլ այդ 13 անգամ 12 բայց դուք եք որ ես ու ծովինարը իրար հետ երկու ձեր սեղմում ալին բաժանեք երկուսի 13 անգամ 12-ը բաժանած 2-ից 12-ը մի անգամից երկուսը բաժանենք նկարների փոխանակել այո այդ ձեր երկարներ ես մենք ոտնացը ով ճիշտ ասավ կեսինը այո ձեր ճիշտ ասավ նավիշ ձեր Բացատրություններ չկա, որ ոչ թե բաժանում եք երկուսի են, ոնց որ մին է դե 12 հոգա դրանց ետեն մինն արդեն 12 հոգա քանի որ արդեն հետո գնալով դες մեկով իջնում եմ իջև մի Մեկից մինչև 100 քվեի դրությամբ մեջ, ենթադրենք մեկից մինչև 100 քվերն են դեպաս։ Նրանց մեջ 9 թվանշանը քան անգամ կհանդիպեն։ Ասեք միակ բնակարան։ Մեկից մինչև այսեք 100 քվերի դրված է։ Մեկից մինչև 100 քվերի մեջ 9 թվանշանը քանի անգամ կհանդիպեն։ Արդեն գնալով օգտագործում է, եթե միավոր 9-ներ հաշվենք, 10 հասար է։ Հետո վերջում են դեռ 91, 90-ից 99 կրել, այդտեղ էլ տասնավորներն են 那
Ամփոփելով դասը հիշեն Հովհաննես Թումանյանի կացին աղբեր հեքիաթը։ Ժամանակակից համացանցը կարգավորվող միջավայր է եւ այնտեղ իրենց լավ են զգում այն մարդիկ, ովքեր կարողանում են ճիշտ օգտագործել գործիքները, այսինքն կացինը։ Նուրը փակվայր եւ այլերի կողմի համար, այսինքն լավն փակվայր ձեր ազնական դիամները, եթե որոշել եք այն հրապարակել, օգտագործել ծածկագիրը, որպեսզի միայն ձեր ընկերը կարողանա այն կարդալ։ Ծածկագիրը կարելի է ապահովել։ Հարցը խոսեցի։ 7 անգամ չափիր եւ 1 անգամ գրել հետեւաբար։ Մեկնաբանություն գրելուց առաջ 2 անգամ մտածեք, քանի որ երբ այն հայտնվեց համացանցում, կարող է հավերժ մնալ այնտեղ։ Մի վստահեք այն ամենի, ինչ ասում են ձեզ այլ մարդիկ, քանի որ նրանք կարող են շտել կամ օգտագործել կերպ լուսանկարներ։ Սոցվազման ամփոփումից լավ է, այսինքն ուշադիր եղեք, թե ում եք շփվում, հատկապես երբ որ ձեր ընկերների ցանկում ընդգրկում եք նոր մարդիկ, եւ ուշադիր եղեք անծանոթ մարդկանցից, ովքեր ձեզ հրավիրում են իրենց համար։ Փորձեցեք, թե ինչ են ուրիշները տեղադրում համացանցում ձեր մասին, եթե դու եւ զգուշացրեք նրան, եթե դու Դասը կանփոփենք եւ մեծ համար կասկեն Նարեն եւ Լիլիթը։ Արիսելա, ու Շուշանյանից, բայց ոչ ծնվում են նրանց ճիշտ ժամանակից, եւ ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց, անտողն չեն նրանք կամ անհայրենիք, հասարակ մորից ու հորից ծնած, սերում են նրանք եւ այն վայրերուց, որը չէր կարող ապրել քարայրում, սերում են նրանք եւ այն ծերուկից, որ նախընտրում էր քնել տակառում, սերում են նրանք եւ այն պատանուց, որ սիրահարվեցին իսկ պատկերին, սերում են նրանք բոլոր նրանցից, որ սատանային հոգի են ծաղկում, միայն թե անեն մտածածներից, ինչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ, անվտանգ, ինչպես հանդերնան, անվնաս, ինչպես օգտակալ լորդում, վախ են ներշնչում պետությունների միջև իսկ իրենց կամքին հակառակ, արքաների հետ խոսում են դուրով, եթե իհարկե լսում են նրանց, իսկ թե չեն լսում, մեկ է չեն լրել, կխոսեն նույնիսկ իրենց կոշկի հետ, ով սահմանում է նորային կուկարգ, հայտարարվում է եւ օրենքից դուրս, բայց չեն վախենում նրանք չարմահից, ապրում են դժվար, մայրում են հեշտ։ Իսկ այդ ոչ պատաններ է, որ իսկ պատկերին դրասան։ Քանի որ շուտով գանանամուտ է, ես կարտասանեմ Հովհաննես Շիրազի գանանամուտ բանաստեղծությունը։ Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, ու վարդերը այտերիս, ու գորուն է կասքիս տան, ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչկերիս, ու աղբյուրները լեզվիս ծարից իչա ես քաղաք, ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ջունաթույր, ու մարդիկ իս տեսնելով իրենց հոգնած աչկերին տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորավոր, ինչ թարմություն, ասացի, ինչ թարմություն, բացին լուսամուտներն իմ առաջ, ու ես իմ սիրտը բացել, քայլում էի, ասում էի երգելով, ու շաղ տալով մայթերին, մանուշակներ ու վարդեր ու հազմիկներ հոգեթով, կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել, քաղաքի չեր լեռներից կանցներ զմրուկ թեքեթով, երկրի երկիր շաղ տալով կանաչներն իր ձեռների, մեր երկրի լուսաբաց ու գարուն լեռների։ Վերջացրեցին։ Իհարկե սա առաջին անգամ չէ, որ մենք անցնում ենք, չէ, այս դասը։ Եկեք նորից ընկերագինեին շնորհակալություն հայտնենք, շատ հաճելի պահել մեզ պարգևելու համար, իսկ թվում է համաձայնել։ Նաև երեխաներին շնորհակալություն, որ շատ լավ էին պատրաստվել, նաև ձեզ շատ բան իմացան, չէ՞ երևի։ Հանդիսատեսիներ, հանդիսատեսի կողմից է շնորհակալություն բոլորին, չէ՞, ծափահարենք նրանց։
որ դուք իսկապես կիրառեիք ասածները, չէ՞ որ բոլորդ էլ օգտվում եք ինտերնետից, բոլորս էլ, ու երբեմն մենք մոռանում ենք ինտերնետում ժամանակի զգացողությունը, ճիշտ չէ՞։ Այո։ Այնպես որ չմոռանան եւ ժամանակի զգացողությունը եւ մոռանան ապահով ինտերնետ հասկացությունը։ Նորից երեխաներին եւ Գերամինեին շնորհակալություն, ապրեք։ Այս անգամ Գերամինեն ընտրել էր իր դասական դասարանը, գիտեմ պատահականություններ թե ինչպես, սեր ողջունելի քայլեր ու սպասեք հաջորդ լավ միջոցառումներ։ Բոլորից Երբ դասարանի թեման համապատասխանում էր, մենք վերջացրեցինք